Մեկ վարկյան ու խորը քնած է աղջիկը։ Հիպնոտիստ Նիկոլ Վաքենհագելը մեծ ջանք չի կիրառում իր պացիենտին հիպնոսի մեջ գցելու համար։ Չեք հավատում։ Նույն հնարքը Երևանում է անում Նիկոլը, մեկ ժեստով քնեցնում է այս աղջկան։ 5 րոպե է պահանջվում հիպնոտիստից նրան ավելի խորը քնի մեջ ուղարկելու համար, մինչև ցավի նկատմամբ ամբողջությամբ անտարբեր է դառնում պացիենտը։ Այս աստիճանը հենց ցավի կառավարման աստիճանն է։ Կնոջ բոլոր զգայարաններն արդեն հիպնոտիստն է կառավարում։ Կլինիկական հիպնոսի մեծ փորձ ունի Նիկոլ Վաքենհագելը։ Շվեյցարիայում նրա մասնագիտությունը տասնյակ հիվանդների է օգնել ծանր վիրահատությունների ժամանակ։ Անցած տարի նա հիպնոսի է ենթարկել մի կնոջ, որին դեղերի նկատմամբ սուր ալերգիայի պատճառով չէին կարող անզգայացնել վիրահատելու համար։ Հիպնոտիստը խորը քնի մեջ է գցել կնոջը, որից հետո բժիշկները նրա դեմքից բարեհաջող հեռացրել են չարորակ ուռուցքը։ Այստեղ ամբողջը բացեցին, այս մասում էլ։ Հետագայում այդ հատվածներում կարեր դրվեցին։ Վիրահատությունը 1 ժամից ավելի տևեց։ Բացարձակ ոչ մի դեղորայք, ոչ մի անզգայացում չի օգտագործվել։ Սա ապացուցում է, որ հիպնոսը մեծ դեր ունի բժշկության մեջ։ Հայաստանում 2025 թվականին հիմնադրված ինտեգրալ շվեյցարական հոգեբանական ծառայությունների մասնաճյուղն է հիպնոտիստներ Նիկոլ Վաքենհագելին ու Շոն Մայքլ Էնդրյուզին Երևան հրավիրել։ Ինտեգրալի նպատակն է, որ աշխարհահռչակ հիպնոտիստներն իրենց փորձը փոխանցեն հայ մասնագետներին։ Հիպնոզը իրականում շատ հետաքրքիր գործիք է եւ կարող է շատ լայն կիրառություն ստանալ տարբեր ոլորտներում եւ կարող է իլրումն տարբեր պրակտիկաների օգնել մարդկանց, օգնել մասնագետներին, որ ավելի լավ եւ ավելի երկարատև արդյունքի հասնեն։ Ես ինքս աշխատում եմ հենց հիպնոսով, ես պրակտիկ հիպնոթերապևտ եմ եւ նպատակը իմ միջազգային փորձառությամբ հայ մասնագետների հետ կիսվելն է։ Շոն Մայքլ Էնդրյուսը հիպնոսի 40 տարվա փորձ ունի, նա Ատլանտայի հիպնոսի ինստիտուտի հիմնադիրն է, ասում է, հիպնոսը համաշխարհային բժշկության մեջ լայն կիրառում է ստացել։ Դրա օգնությամբ բազմաթիվ կախվածություններ, վախեր ու ցավեր են բուժում։ Հիմնականում հիպնոսի միջոցով քաշի խնդիրներ են լուծում, ծխախոտից կախվածությունն են վերացնում, օգնում են, որ մարդիկ ազատվեն ստրեսից, հաղթահարեն վախերը։ Երկօրյա մաստերկլասին միայն հիպնոսով հետաքրքրվողները չեն եղել, հայ բժիշկներ, հոգեթերապևտներ, անգամ ատամնաբուժներ ու սպորտային մարզիչներ են մասնակցել դասընթացներին։ Զարուհի Սահակյան, Նորայ Շարբաթյան, Հայլուր։